Ամեն մի երեխա իր ծնողի համար տաղանդավոր է, յուրահատուկ ու իհարկե սիրված, բայց օջախ բնությունը տալիս է մարդկանց այնպիսի երեխաների, որոնք իրենց տաղանդով կարողանում են ցնցել ողջ աշխարհը։ Այնպիսի երեխաների, որոնց դիտելուց հետո մեզ մնում է միայն զարմանալ։ Դե ինչ 5 ամենաանսովոր երեխաները, սկսեցինք։ Սկսում ենք Ռեյչել Բեքվիստից, երեխա, որը փրկել է 60,000 մարդու կյանք։ Ահա թե ինչպես է եղել։ Ռեյչելը իր 9-րդ տարեդարձի կապակցությամբ խնդրել է ընկերներին, որ նրան չտան նվերներ, այլ նվերների գումարը ուղարկեն նրա դոնատեջին, որը նա ստեղծել էր, որպեսզի օգնի Աֆրիկայում անտուններին։ Նրան պետք էր հավաքել $300, նշված գումարով հնարավոր է օգնել 15 մարդու կյանք։ Բայց ցավոք Ռեյչելին հաջողվեց հավաքել միայն $220։ 2 ամիս անց տեղի ունեցավ մեծ ավտովթար, որտեղ իրար էին բախվել 30 ավտոմեքենա։ Տասնյակ մարդիկ հայտնվեցին հիվանդանոցում, բայց ցավոք այդ տասնյակ մարդկանցից միակ մահացածը Ռեյչելն էր։ Փորփրելուց հետո Ռեյչելի պատմությունը հայտարարեցին հեռուստատեսությունով աղջկա կիսատ թողած գործի մասին ու շատ արագ հավաքվեց $1 միլիարդ 200 միլիոն։ Այս գումարը հերիքում է փրկել 60,000 աֆրիկացի։ Ակրատ Բրան դարձավ հայտնի այն ժամանակ, երբ կատարեց իր առաջին բժշկական վիրահատությունը։ Այդ ժամանակ Ակրատը ընդամենը 7 տարեկան էր։ Նա այդ ժամանակ բժիշկ չէր, բայց ուներ մեծ բժշկական հեղինակություն։ Հիմա տղան կատարում է քաղցկեղի դեմ արյան որոնումներ ու ունի մեծ անուն։ Իսկ Ռումին Ջուլիանն 8 տարեկանում դարձավ մոլորակի վրա ամենաուժեղ երեխան։ Ջուլիանը շատ վարժություններ կատարելուց հետո հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում։ Ջուլիանոյի հորը շատ են անհանգստացնում լրագրողները, բայց երեխայի հայրը պատասխանում է, որ նա ոչ մի րոպե չի տրամադրում երեխային։ Ջուլիանն անում է այնքան, ինչքան կարողանում է։ Թեյլոր Ուիլսոն։ Այս տղան 10 տարեկանում կարողացել է ինքն իր ուժերով ստեղծել միջուկային ռում, իսկ 14 տարեկանում ստեղծել է ֆուզոր։ 2011 թվականին Թեյլորը ստացել է մրցանակ որպես ամենախելացի երեխա տեխնիկական գծով։ Եվ դիմավորեք Մեծ Բրիտանիայում ապրող Վիկտորիա Կաուին, որը 11 տարեկանում ստացել է մրցանակ որպես ամենախելացի երեխա աշխարհում։ Աղջկա ինտելեկտի գործակիցը հավասար է 160-ի։ Դա 2 անգամ ավելի շատ է Էյնշտեյնի, 6 անգամ Զիգմունդ Ֆրեյդի և 11 անգամ Նապոլեոն Բոնապարտի ինտելեկտից, պատկերացնում եք։